Վարորդական իրավունքի ստացման եւ վերականգնման գործընթացներում սպասվում են փոփոխություններ։ Կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, որով նախատեսվում է վարորդական վկայականի տեսական քննության դրական արդյունքը պահպանել 1 տարվա փոխարեն 2 տարի։ Շատ հաճախ այս մի տարին բավարար չի լինում անձանց դիմելու եւ նաեւ գործնական քննությունը հաղթահարելու։ Շատ են դիմում նաեւ այս տեսանկյունից քաղաքացիները 1 տարվա կտրվածքով չեն հասցնում ավարտել օրինակ ավտոդպրոցներում իրենց ուսումնառությունը եւ խնդրում են, որպեսզի հետաձգվի քննությունը։ Սա շատ դրական ազդակ է այս տեսանկյունից, որովհետև սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ եւ նոր միայն անցնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ 1 տարվա փոխարեն 2 տարի է հնարավոր պահպանել տեսական քննության դրական արդյունքը եւ ազատ հետո արդեն հերթագրվել եւ գործնական քննության համար օր որոշարկել։ Փոփոխություններ են նախատեսվում նաեւ տեսական քննության հարցաշարերում, մասնավորապես օրինակ թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունքի համար նախատեսված քննության հարցաշարում չեն ներառվի ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարման վերաբերող հարցեր։ Այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի սեպտեմբերից։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարորդական իրավունքի ձրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման նոր մոդելին։ Եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, անձանց 1 տարի ժամկետով օրինակ զրկվել են, զրկման ժամկետը ավարտվել է, հուլիսի 6-ի օրը հենց կարող են դիմել մինչև 1 տարվա ընթացքում։ Կարող են անձինք Հայաստանում չլինել։ Այսինքն ուր պետք է դիմեն։ Պիտի հերթագրվեն մեր on-line պլատֆորմով, օր վերցնեն կոնկրետ վարորդական իրավունքի վերականգնման համար եւ այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, հիշենք, որ ունենք պետական տուրքի նախատեսում 50,000 դրամի չափով, պիտի արդեն տեղում կատարեն համապատասխան վճարումը եւ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված եւս քննություն չեն տալիս, այս վերջին անգամ քննության։ Այս օրենսդրական փոփոխություններն էլ ուժի մեջ կմտնեն հուլիսի 6-ից։